Վարդենիս Մարտակերտ մայրուղու շինարարությունը մոտենում է ավարտին։ Արցախի նախագահը աշխատանքի վիճակին տեղում Շահումյանի շրջանում է ծանոթացել։ Պատկերը ներկայացրել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը։ Շուրջ իրականացվել է 121 կիլոմետր երկշերտ արդեն ասֆալտապատման աշխատանքներ, ավարտին հասնելու համար մնացել է 5.5 կիլոմետր ճանապարհահատված, որտեղ ներկա պահին իրականացվում են աշխատանքները եւ ասֆալտապատման եւ ավազակոպչային շերտի տեղադրման։ Ճանապարհաշինարարները երաշխավորում են իրենց աշխատանքի բարձր որակը։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Արցախի քաղաքաշինության պատասխանատուներն էլ պարբերաբար ստուգում համոզվում են, Արցախն ու Հայաստանը կապող երկրորդ մայրուղու որակը գոհացուցիչ է։ Աշխատանքները իրականացվում է բարձր որակով, հատկապես ասֆալտը ինքը ասֆալտաբետոնը շատ բարձր որակի է, ամեն ամիս տարբեր լաբորատորիաներ Հայաստանում տանում են, ստուգում են եւ տալիս են դրական մեծ գնահատական։ Շահումյանի շրջանում կայացած խորհրդակցությանը Հայաստան համահայկական հիմնադրամի քաղաքաշինության նախարարության պատասխանատուները եւ մայրուղին կառուցող 5 կազմակերպությունների ղեկավարները Արցախի նախագահին ներկայացրել են արվածը։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարն էլ իր դիտողություններն ունի։ Մի քանի տեղերում մայրուղին պետք է ապահովել քարաթափումից, պետք է կարգի բերվի ճանապարհամերձ տարածքը եւս։ Նախագահ Սահակյանը հանձնարարեց ժամանակակից նորմերին համապատասխանեցնել ճանապարհին գտնվող սննդի, առևտրի եւ սպասարկման ոլորտի օբյեկտները։ Սա շատ կարեւոր է, որ չներկայացվի, թե իշխանությունները դեմ են։ Մենք դեմ չենք, հակառակ մենք դեմ ենք այդ անպիտանի, անճաշակ կառույցները ունենալու։ Սա է մեր պահանջը։ 33 միլիոն դոլար արժողությամբ մայրուղին կառուցվում է Հայաստան համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Աշխատանքը կավարտվի օգոստոսի 20-ին։ Վարդենիս Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացումը նախատեսվում է սեպտեմբերի 1-ին։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, ժամը լրատվական։